Ռեոփեն մեդիայի ուղիղ եթերում իր աշխատանքն է շարունակում Re News լրատվականի գլխավոր թողարկումը, մենք աշխատում ենք հանուն Հայաստանի Հանրապետության այսօրվա թեմաների մասին, նախ համառոտ։ Շարք է մտնում ոստիկանության գվարդիան, ուժի մեջ կմտնի ուժային միջոցների կիրառման միջազգային նոր ստանդարտ։ Պենտագոնը կանաչ լույս է վառել Ուկրաինային հեռահար Տոմահաուք հրթիռներ մատակարարելու համար, վերջնական որոշումը Թրամփինն է։ Բելարուսը թարմացնում է միջուկային զինանոցը Ռուսաստանի աջակցությամբ։ Հիմա բոլորն են ուժեղացնում իրենց բանակները, ասել է Լուկաշենկոն։ Վաշինգտոնն ուժեղացնում է ճնշումը Կարակասի նկատմամբ, Վենեսուելան Ռուսաստանից խնդրում է հրթիռներ եւ գերարդիական կործանիչներ։ Ամերիկյան տիեզերանավի լուսին հասնելը ֆեյք էր։ Քիմ Քարդաշյանի հայտարարությունը հիստերիայի է մատնել ՆԱՍԱ-ի ղեկավարին։ Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի հրամանով Հայկ Բաբայանը նշանակվել է ոստիկանության գվարդիայի հրամանատար։ Նոյեմբերի 1-ից գործարկվում է ոստիկանության գվարդիան, ոստիկանության 4 հենասյունային մասնագիտացված ծառայություններից մեկը։ Հաղորդագրությունում նշվում է, որ գվարդիայի ձևավորմամբ առաջին անգամ ուժի մեջ կմտնի ուժային միջոցների կիրառման միջազգային չափանիշներին համապատասխան նոր ստանդարտ՝ ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների, հրազենի եւ հատուկ տեխնիկայի գործադրման դեպքերի, հիմքերի եւ համաչափության պայմանների մասով։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է ոստիկանության գվարդիայի տեխնիկական միջոցներին եւ սպառազինությանը։ Մեր ակնկալիքն է, որ ոստիկանության գվարդիան կլինի որակական նոր ծառայություն եւ Հայաստանի Հանրապետության եւ քաղաքացիների եւ հենց իրենց ծառայողների համար։ Եվ իհարկե սա կարևոր մի փուլ է ոստիկանության ներքին գործերի նախարարության համակարգի բարեփոխումների համար, ասել է նա։ Քաղաքացիների համար պետք է թափանցիկ լինի, որ դեպքում եւ ինչ պայմաններում ոստիկանությունը եւ ոստիկանության գվարդիան կարող է ուժ կիրառել։ Ոստիկանության ծառայողի համար էլ պետք է թափանցիկ լինի։ Ոստիկանության ծառայողն էլ պիտի իմանա որն է ուժի կիրառման իրադրությունը, որպեսզի իր մեջ էլ ինքը պետք է բավարար չափով տիրապետի, որ իր մեջ էլ մտավախություն կամ չլինի, հարց չլինի, ինքը այս դեպքում համաձայն օրենքի է գործում, թե համաձայն օրենքի չի գործում։ Հավատացեք, եթե չլինի ոստիկանության գվարդիա, որը ի վիճակի է անհրաժեշտ դեպքում, ընդհանրապես ուժային կառույցներ, որ ի վիճակի է անհրաժեշտ դեպքում այդ թվում ուժ կիրառել, այդ դեպքում երկրում իրավակարգը պարզապես հնարավոր չէ։ Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը նոյեմբերի 1-ից 3-ն աշխատանքային այցով կգտնվի Կահիրեում։ Եգիպտոսի նախագահի հրավերով նախագահը կմասնակցի Եգիպտոսի ազգային թանգարանի բացման հանդիսավոր արարողությանը։ Այցի շրջանակում նախատեսվում են նախագահի մի շարք հանդիպումներ միջազգային գործընկերների հետ։ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը չի մասնակցել Ալմաթիում ԱՊՀ անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի նիստին։ ԱՊՀ գործադիր կոմիտեի մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն նիստը վարել է Ռուսաստանի պաշտպանության նախարար Անդրեյ Բելոուսովը։ Քննարկվել են բազմակողմ ռազմական համագործակցության արդիական հարցեր, ներկաները կարևորել են անդամ պետությունների զինված ուժերի մարտական կարողությունների բարձրացումը եւ ազգային անվտանգության ու տարածաշրջանային կայունության ապահովումը։ Նիստին ներկա են եղել Ադրբեջանի, Բելարուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի եւ Ուզբեկստանի պաշտպանության նախարարները։ Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին հայտարարել է, որ իրենք չեն մասնակցի Եվրանեստի հետագա նստաշրջաններին։ Նրա խոսքով ակնհայտ է, որ Եվրախորհրդարանը Եվրանեստի հարթակը վերածել է հարևան երկրներին շանտաժի ենթարկելու, սեփական նեղ քաղաքական օրակարգը բռնի ուժով պարտադրելու գործիքի։ Պապուաշվիլին նաև հավելել է, որ Վրաստանը Եվրանեստի շրջանակ կվերադառնա միայն այն դեպքում, եթե Եվրախորհրդարանը համապատասխան պայմաններ ստեղծի կառուցողական երկխոսության համար։ Եվրանեստին չի մասնակցում նաև Ադրբեջանը։ Բելարուսի մասնակցությունը 2010-ից է կասեցված։ Հիշեցնեմ, կառույցի այս շաբաթ կայացած երևանյան նստաշրջանին չեն մասնակցել ոչ Թբիլիսիի, ոչ էլ Բաքվի ներկայացուցիչները։
Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ օկուպացված Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության նկատմամբ դատական ֆարսի դատաքննության փուլն ավարտվել է։ Վերջին նիստում Շինձու դատավարության մասնակիցները քննարկել են Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատարի տեղակալ Դավիթ Մանուկյանի, այսպես ասած, մեղսակցության դրվագները։ Ըստ նույն աղբյուրների գեներալն ասել է, թե համաձայն չէ իրեն մեղսագրվող հանցագործությունների ձևակերպումների հետ։ Պարզ չէ, թե ինչ է միջնորդություն է ներկայացրել Մանուկյանը, հայտնի է միայն, որ այն մերժվել է։ Հաջորդ նիստը կկայանա երկուշաբթի, նոյեմբերի 3-ին։ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին երկրի արևելյան Ադրբեջան նահանգում տնտեսական դիվանագիտության հարցերով նվիրված հանդիպման ժամանակ հայտարարել է Հայաստանում և Վրաստանում Իսլամական Հանրապետության նոր դեսպանների նշանակման մասին։ Հայաստանում պաշտոնավարումն ավարտած Մեհդի Սոբհանին կփոխարինի Խալիլ Շիրուգալիմին։ Վերջին օրերին համաշխարհային լրահոսում գերակշռում են ոչ միայն մոլորակի թեժ կետերում մարտական բախումների, հին դիմակայությունների սրման, նորերի առաջացման մասին հաղորդագրությունները, այլև խոշոր ուժային կենտրոնների, հատկապես Ռուսաստանի ու Միացյալ Նահանգների առաջնորդների սեփական նորագույն սպառազինությամբ հպարտանալու, միջուկային զինանոց կիրառելու, քողարկված սպառնալիքների մասին տարատեսակ վերլուծական նյութերը։ Սուրճ ճոճելու մարտավարությունն ակտիվացել է Ուկրաինայի պատերազմի, Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի սպիտակ տուն վերադառնալու, Ռուսաստանի նախագահ Պուտինի գերարդիական զինատեսակների ցուցադրությունների ֆոնին։ CNN-ի և պատերազմի ուսումնասիրության կենտրոնի փորձագետներն այն անվանում են որպես ռեֆլեքսիվ վերահսկման գործիք, որով Մոսկվան փորձում է արևմուտքին ստիպել Ռուսաստանի համար շահավետ որոշումներ կայացնել։ Վաշինգտոնն իր հերթին պատասխանում է համանման քայլերով, պահպանելով հավասարակշռությունը, սակայն իրականում մեծացնում է պատահական էսկալացիայի ռիսկը։ Օգոստոսից հոկտեմբեր ընկած հատվածում Ռուսաստանը փորձարկել է Բուրևեստնիկ միջուկային հրթիռը տեղակայել Օրեշնիկ համակարգը Բելորուսում և ակտիվացրել մեռած ձեռք ավտոմատ միջուկային հակազդեցության համակարգը։ Թրամփը պատասխանել է միջուկային սուզանավերի տեղակայմամբ Ռուսաստանի մոտ, միջուկային զինանոցի վերահսկման պայմանագրի վերանայման սպառնալիքներով։ Պոլիմարկետ խաղադրույքների հարթակում միջուկային բախման հավանականությունը հասել է 19%-ի։ Միաժամանակ վերլուծաբանները հաշվի են առնում բլեֆի և այսպես կոչված ռուսական ռուլետկայի մտածելակերպի գործոնները, երբ Մոսկվան կարող է դիմել աղետալի հետևանքներով քայլերի ռազմավարական առավելություն ստանալու համար։ Արևմուտքը պակաս ռազմատենչ չի տրամադրված, ուստի վերլուծաբանները հիշեցնում են, որ աշխարհը կարիք ունի ոչ թե ավելի շատ սպառնալիքների, այլ համաշխարհային խաղի հստակ կանոնների, խուսափելու թերևս անխուսափելիից կամ գոնե հետաձգելու այն։ Բելարուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ երկիրը թարմացրել է իր տարածքում տեղակայված միջուկային զենքը և Ռուսաստանից նորերը բերել, պարզաբանելով, որ հիմա այն դարաշրջանն է, երբ բոլորն արդիականացնում են իրենց զենքերն ու բարելավում բանակի վիճակը։ Ինքն այն առաջնորդներից է, որն իր ժողովրդի համար չի ուզում, որ կրկնվի 1941 թվականը և իրեն այդ գործում օգնում է Ռուսաստանը։ Քիչ առաջ հայտնի դարձավ, որ ուկրաինական ուժերը պայթեցրել են խոշոր նավթամուղ Մոսկվայի մարզում։ Ուկրաինայի հետախուզական ծառայությունը հայտնել է, որ ոչնչացվել է Կոլցևոյ նավթամուղի 3 գիծ, որը ռուսական բանակին ապահովում է վառելիքի ռեսուրսներով։ Վերջին 24 ժամում աշխարհում տեղի ունեցած կարևոր իրադարձություններին է անդրադարձել Դավիթ Գենջոյանը։ Այս շաբաթ Ռուսաստանն ու Ուկրաինան ակտիվացրել են հարվածները միմյանց թիրախներին։ Ուկրաինական անօդաչուները հարվածել են ռուսական Օրիոլ քաղաքի էներգետիկ ենթակառուցվածքին, մինչդեռ ռուսական հարձակումը Սումիի վրա հանգեցրել է քաղաքացիական տուժածների։ Մարտադաշտում Ռուսաստանը հայտարարել է Վիշնևոյե գյուղի գրավման մասին, սակայն կատաղի մարտեր են ընթանում ռազմավարական Պոկրովսկ քաղաքի համար, որը Զելենսկին խոստանում է ամեն գնով պաշտպանել, թեև խոստովանում է, որ դրությունը քաղաքում բարդ է։ Ըստ նրա, ռուսները 170,000 անձնակազմ են կուտակել Դոնեցկի մարզի արևելյան մասում, փորձելով գրավել Պոկրովսկի հենակետը։ CNN-ը վկայակոչելով ամերիկացի և եվրոպացի պաշտոնյաներին հայտնում է, որ Պենտագոնը Սպիտակ տանը կանաչ լույս է տվել Ուկրաինային հեռահար Տոմահավք հրթիռների մատակարարման համար։ Նրանք համարում են, որ դա բացասաբար չի ազդի ամերիկյան զինանոցի վրա։ Վերջնական քաղաքական որոշումը մնում է նախագահ Դոնալդ Թրամփին։ Հոկտեմբերի սկզբին Սպիտակ տանը նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ աշխատանքային ճաշի ժամանակ Թրամփը հայտարարել էր, որ կնախընտրեր չմատակարարել հրթիռները Ուկրաինային, քանի որ Միացյալ Նահանգները չի ցանկանում հրաժարվել այն ամենից, ինչն իրեն
անհրաժեշտ է երկիրը պաշտպանելու համար։ Տոմահաուք հրթիռը 1600 կիլոմետր հեռահարություն ունի։ Մինչ Միացյալ Նահանգներն ուժեղացնում է ճնշումը, Վենեսուելան օգնություն է խնդրում Մոսկվայից։ Ամերիկյան աղբյուրները պնդում են, որ նախագահ Մադուրոն նամակ է պատրաստել խնդրելով Ռուսաստանին հրթիռներ, ռադարներ եւ արդիականացված ինքնաթիռներ մատակարարել ի պատասխան Կարիբյան ավազանում ամերիկյան զորքերի կուտակման։ Մադուրոն նմանատիպ խնդրանքով դիմել է նաեւ Չինաստանին եւ Իրանին։ Վերջին շաբաթներին ամերիկյան ավիակիր է հերթապահում Վենեսուելա եւ Կոլումբիայի ափերին, պարբերաբար խորտակելով նավեր, որոնք ենթադրաբար թմրանյութեր էին տեղափոխում։ Սուդանի Ալ-Ֆաշիր քաղաքի գրավումից հետո հայտնվել են արագ արձագանքման ուժերի իրականացրած զանգվածային մահապատիժների ապացույցներ։ Ստուգված տեսանյութերում երևում են սպանություններ, իսկ ողջ մնացածները պատմում են, թե ինչպես են զինյալները էթնիկ հողի վրա առանձնացրել տղամարդկանց եւ գնդակահարել։ Չնայած արագ արձագանքման ուժերը հերքում են այս ռազմական հանցագործությունները, ՄԱԿ-ը զգուշացնում է, որ հարյուրավոր մարդիկ կարող են սպանված լինել, խորացնելով Դարֆուրի մարդասիրական ճգնաժամը։ Չինական Շենժոու 21 տիեզերանավի անձնակազմը հաջողությամբ կցվել է Տիանգուն տիեզերակայանին եւ հանդիպել նախորդ առաքելության տիեզերագնացներին։ Գիշերը արձակումից հետո տիեզերանավը ռեկորդային շուրջ 3.5 ժամում է հասել կայան։ 3 տիեզերագնացներից բաղկացած նոր անձնակազմը կայանում կանցկացնի 6 ամիս, իրականացնելով գիտափորձեր եւ տեխնիկական առաջադրանքներ։ Դավիթ Գենջոյան, Riopen Media։ Սպիտակ տան ղեկավարը որոշել է վերսկսել միջուկային զենքերի փորձարկումները։ Միացյալ Նահանգները միջուկային զենք վերջին անգամ փորձարկել էր 1992 թվականին։ Պաշտոնապես այդ փորձարկումները միջուկային մարտագլխիկների աշխատունակությունը ստուգելու համար են։ Սակայն ակնհայտ է, որ Թրամփն այդ քայլին գնում է այդ ուղղությամբ Մոսկվայի ակտիվ քայլերին հակադրելու համար։ Ռուսաստանն է արդիականացնում իր միջուկային զինանոցը ու գնում այն նույն ճանապարհով, ինչ Միացյալ Նահանգները։ Նախագծում է նոր հրթիռներ, փորձում է պատժամիջոցների պայմաններում նոր տեխնոլոգիաներ ստեղծել, նաև ցուցադրում է դրանք։ Այսպիսով 90-ականների սկզբից հետո առաջին անգամ Ուկրաինայում կատարվողի պատճառով կամ գուցե առիթով գլոբալ միջուկային մրցավազքը կարող է նորից թափ հավաքել։ Մոնիկա Հայրոյանի ռեպորտաժը։ Ռուս-ուկրաինական պատերազմում վիրավորված ու ռազմական հոսպիտալում ապաքինվող զինծառայողների հետ հանդիպումն է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի համար առիթ դարձել ներկայացնելու ոչ միայն Պոկրովսկում եւ Կրասնոարմեյսկում ռուսական զորքերի հաջողությունները, այլև անուղղակիորեն արևմուտքին ներկայացնելու ռուսական ռազմաարդյունաբերական համալիրի նորագույն նվաճումները։ Զինվորների հետ զրույցում Կրեմլի ղեկավարը հայտնել է երկու նորագույն սպառազինության համակարգերի հաջող փորձարկման մասին, որոնց նմանը նրա խոսքով աշխարհում գոյություն չունի։ Խոսքը միջուկային շարժիչով բուրևեսնիկ եւ Սարմատ թևավոր հրթիռների մասին է։ Самое главное в том, что если обычный ядерный реактор Ամենակարևորն այն է, որ եթե սովորական միջուկային ռեակտորը գործարկվում է ժամերի, օրերի կամ նույնիսկ շաբաթների ընթացքում, ապա այս միջուկային ռեակտորը գործարկվում է վայրկյանների ու րոպեների ընթացքում։ Պուտինը նաև խոսել է Պոսեյդոն ստորջրի անօդաչու սարքի մասին, որը նույնպես հագեցած է միջուկային էներգետիկ սարքավորումով։ Впервые удалось не только стартовым двигателем запустить его с подводной лодки-носителя, но и... Առաջին անգամ մեզ հաջողվեց ոչ միայն գործարկել այն ստորջրյա կրիչ Սուզանավից, մեկնարկային շարժիչի օգնությամբ, այլև ակտիվացնել միջուկային էներգետիկ համակարգը, որի վրա այդ սարքը որոշակի ժամանակ աշխատեց։ Իսկ ինչ զենքեր են սրանք, որոնք Դաշնության առաջնորդը ճոճում է Եվրոպայի քթի առաջ։ Պոսեյդոնը միջուկային ռեակտորով ստորջրի անօդաչու սարք է գործնականում անսահմանափակ հեռահարությամբ։ Նրա խնդիրն է հզոր միջուկային պայթյունով ռադիոակտիվ ցունամի առաջացնել, ոչնչացնելով ափամերձ քաղաքները, շարժվելով մեծ խորություններում եւ բարձր արագությամբ այն գրեթե անորսալի է։ Սարմատը մեկ հրթիռով կարող է 10-15 միջուկային մարտագլխիկով միաժամանակ ոչնչացնել մի քանի քաղաք։ Այն կարող է կրել ավանգարդ հիպերձայնային բլոկեր, որոնք գրեթե անհնար է որսալ։ Կարող է հարվածել աշխարհի ցանկացած կետի թռչելով անսպասելի ուղղությամբ, օրինակ հարավային բևեռի վրայով շրջանցելով հակահրթիռային պաշտպանության բոլոր համակարգերը։ Բուրևեսնիկը միջուկային շարժիչով թևավոր հրթիռ է գործնականում թռիչքի անսահմանափակ հեռահարությամբ։ Այն կարող է օրերով թռչել թիրախին մոտենալով անկանխատեսելի ուղղություններով, շրջանցելով բոլոր ռադարները եւ հոբ համակարգերը։ Թռչում է շատ ցածր բարձրության վրա, կրկնելով տեղանքի ռելիեֆը, ինչի շնորհիվ գրեթե անհնար է այն հայտնաբերել եւ որսալ։
Կրեմլի ղեկավարի հայտարարություններն անպատասխան չմնացին, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շտապեց ընդհատել 30 տարուց ավելի ձգվող միջուկային փորձարկումների դադարը։ Այլ երկրների անցկացրած փորձարկումների ծրագրերի լույսի ներքո ես հանձնարարել եմ պատերազմի նախարարությանը հավասար հիմունքներով սկսել մեր միջուկային զենքի փորձարկումները։ Այս գործընթացը կսկսվի անհապաղ։ ԱՄՆ-ն ունի աշխարհի ամենահզոր եւ տեխնոլոգիապես զարգացած զինանոցներից մեկը, որի հիմքը կազմում է այսպես կոչված միջուկային եռյակը, ցամաքային, ծովային եւ օդային բաղադրիչներով։ Ցամաքային բաղադրիչի հիմքը LGM-30G միջմայրացամաքային բալիստիկ հրթիռներն են, որոնք տեղակայված են ստորգետնյա պաշտպանված հորաններում։ Չնայած իրենց տարիքին դրանք անցնում են մշտական արդիականացում եւ պատրաստվում են փոխարինվել նոր սերնդի Sentinel համակարգով։ Ծովային բաղադրիչը համարվում է եռյակի ամենախոցելի մասը։ Ohio տիպի ատոմային սուզանավերը կրում են UGM-133A բալիստիկ հրթիռներ, որոնք կարող են խոցել թիրախներ աշխարհի ցանկացած կետում, մնալով աննկատ համաշխարհային օվկիանոսի խորքերում։ Օդային բաղադրիչի B2 եւ B52 ռազմավարական ռմբակոծիչները կարող են կրել միջուկային լիցքով թևավոր հրթիռներ եւ ավիառումբեր։ Այս բաղադրիչը նույնպես արդիականացվում է նորագույն B21 ռմբակոծիչի մշակմամբ։ Այս համակարգերի շարքում առանձնահատուկ տեղ ունի Tomahawk թևավոր հրթիռները։ Tomahawk-ը ստեղծվել է 1970-ականներին սառը պատերազմի ժամանակ, որպեսզի կարողանա ԽՍՀՄ-ի խորքում թիրախներ խոցել, շրջանցելով հզոր հոբ համակարգերը։ Համաշխարհային հռչակ ձեռք բերեց 1991-ին Պարսից ծոցի պատերազմի ժամանակ, երբ աշխարհն ուղիղ եթերում տեսավ, թե ինչպես է այն վիրահատական ճշգրտությամբ ոչնչացնում թիրախները Բաղդադում։ Տարիների ընթացքում այն անընդհատ կատարելագործվել է, ավելացել է GPS եւ այժմ այն կարող է նույնիսկ թռիչքի ընթացքում փոխել իր թիրախը։ Այն մինչև օրս մնում է ԱՄՆ ռազմածովային ուժերի հիմնական զենքը հակառակորդի կարևոր օբյեկտներին ճշգրիտ հարված հասցնելու համար։ Թրամփի մտահոգությունները միայն Ռուսաստանով չի սահմանափակվում, նա առանձնահատուկ նշել է Չինաստանին, որը ըստ Պենտագոնի զեկույցների աննախադեպ տեմպերով է ընդլայնվում եւ արդիականացնում իր միջուկային ուժերը։ Դունֆեն 41-ը բեռնատարի վրա տեղակայված միջմայրցամաքային հրթիռ է, քանի որ անընդհատ տեղաշարժվում է, այն գրեթե անհնար է գտնել եւ ոչնչացնել։ Մեկ հրթիռը կարող է մի քանի միջուկային լիցքով հարվածել ԱՄՆ-ի ցանկացած կետի։ Սա երաշխավորված պատասխան հարվածի զենք է։ Դունֆեն 17 հրթիռը թռչում է ձայնից 5-ից 10 անգամ ավելի արագ եւ անընդհատ փոխում է իր ուղղությունը։ Ստեղծված է հակառակորդի հակահրթիռային պաշտպանության բոլոր համակարգերը շրջանցելու համար։ Նրա գլխավոր թիրախներն են հակառակորդի ավիակիրները եւ ռազմաբազաները։ GL-3-ը ատոմային սուզանավից արձակվող բալիստիկ հրթիռ է։ Սուզանավը կարող է ամիսներով աննկատ մնալ օվկիանոսի խորքերում, դառնալով Չինաստանի ամենաթաքուն եւ անխոցելի միջուկային ուժը։ Այն ապահովում է պատասխան հարվածի անխուսափելիությունը, եթե նույնիսկ ցամաքային բոլոր զենքերը ոչնչացվեն։ Զենքերի վերահսկման ասոցիացիայի տվյալներով աշխարհում գոյություն ունեցող 12300 միջուկային մարտագլխիկների 87%-ը պատկանում է Ռուսաստանին եւ ԱՄՆ-ին։ Ռուսաստանն ունի մոտ 5500, ԱՄՆ-ն 5200, Չինաստանը մինչև 600։ Ընդ որում Չինաստանը մեծ տեմպերով ավելացնում է միջուկային մարտագլխիկների հրթիռների զինանոցը եւ ծրագրում է դրանց թիվը մինչև 2030 թվականը հասցնել 1000-ի։ Նորագույն զինատեսակների մշակումը եւ միջուկային զինանոցների արդիականացումը պահանջում են աստղաբաշխական ֆինանսական ներդրումներ։ Միայն 2024 թվականին 9 միջուկային տերությունները միասին իրենց զինանոցների վրա ծախսել են 91.4 միլիարդ դոլար։ Այս ֆոնին չափազանց չարագուշակ են հնչում Ռուսաստանի անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևի խոսքերը։ Պոսեյդոնը կարելի է համարել իսկական ահեղ դատարանի զենք, Բելգիան կվերանա, եթե Ռուսաստանը փորձարկի Պոսեյդոնը նրա ափերի մոտ։ Մոնիկա Հայրոյան, Reopen Media։ Միացյալ Նահանգները բանակցություններ է վարում մի քանի երկրների հետ Գազայի հատվածում տեղակայվելիք միջազգային ուժեր ստեղծելու խնդրի շուրջ։ Կմշակվի մի ծրագիր, որը նախատեսում է նոր պաղեստինյան ոստիկանական ուժերի ստեղծում, որոնց կմարզեն Միացյալ Նահանգները, Եգիպտոսը եւ Հորդանանը։ Գազայում զորքեր ուղարկելու պատրաստակամություն են հայտնել Ինդոնեզիան, Ադրբեջանը, Եգիպտոսը եւ Թուրքիան։ Իսրայելը կտրականապես դեմ է թուրքական զորախմբի ներկայությանը, Ադրբեջանին էլ թեև լավ հարաբերությունների մեջ է Բաքվի հետ, չի վստահում նրա Անկարայի հետ սերտ դաշնակիցը լինելու պատճառով։ Նիդերլանդների խորհրդարանի պատմության մեջ առաջին անգամ պատգամավորական մանդատ է ստացել ազգությամբ հայ Անի Զալինյանը։ Նա ծնվել է Վանաձորում, 32 տարեկան է, Նիդերլանդներում 2 համալսարանում է սովորել, հասցրել է լինել Հեմսկերկ քաղաքի փոխքաղաքապետը։ Տեղի հայ համայնքի ներկայացուցիչները հույս ունեն, որ նրա ներկայությունը խորհրդարանում հնարավորություն կտա բարձրացնելու համայնքին հուզող հարցերը, նպաստելով Հայաստան-Նիդերլանդներ հարաբերությունների հետագա ամրապնդմանը։
Այք այլ նշանավոր հայուհու հայտարարությունը համաշխարհային սկանդալի առիթ է դարձել։ Ռեալիթի շոուի գերաստղի կասկածները, որ ամերիկացի տիեզերագնացները քայլել են լուսնի վրա, հիստերիայի է մատնել ՆԱՍԱ-ի ղեկավար Շոն Դաֆին։ Իր շոուի ընթացքում սոցցանցերում 500 միլիոն հետևորդ ունեցող Քարդաշյանն ասել է, թե լուսնի վրա վայրեջքը կեղծվել է։ Ամբողջ Ամերիկայով մեկ բարձրացած վեճերին ու աժոտաժին հրճվանքով հետևում են տիեզերագնացության ոլորտում Միացյալ Նահանգների մրցակիցները, հատկապես Ռուսաստանը։ Դիտենք ռեպորտաժը։ Քարդաշյաններ ռեալիթի շոուի վերջին թողարկման մեջ Քիմ Քարդաշյանը կասկածի տակ է դրել 1969 թվականին տեղի ունեցած լուսնի վրա մարդու առաջին վայրեջքի պատմական փաստը։ Դրանով իսկ վերսկսելով լուսնային դավադրության հին տեսության շուրջ բանավեճերը։ I don't think we did. I think it was fake. Դրվագը ծավալվել է նկարանման հրապարակում, որտեղ Քարդաշյանը փորձել է համոզել իր գործընկեր դերասանուհի Սարա Փոլսոնին, որ Ապոլոն 11-ի առաքելությունը կեղծ է եղել։ Because it didn't happen. It could have been scary. Որպես իր տեսակետի հիմնական ապացույց Քարդաշյանը մեջ բերել է տիեզերագնաց Բազ Օլդրինի հետ հարցազրույցի իր մեկնաբանությունը, պնդելով, թե Օլդրինն ասել է, որ առաքելությունը տեղի չի ունեցել։ Ավելի ուշ շոուի համար նախատեսված առանձնազրույցում նա զարգացրել է իր միտքը, նշելով դավադրության տեսության դասական դարձած մի քանի այլ փաստարկներ։ Լուսնի վրա ձգողականություն չկա, ինչու է դրոշը ծածանվում։ Թանգարանում ցուցադրվող կոշիկների հետքերը տարբերվում են լուսանկարներում երևացող հետքերից, եւ ինչու լուսանկարներում աստղեր չկան։ Քարդաշյանի հայտարարություններն անարձագանք չեն մնացել։ Տիեզերքում ամերիկյան նվաճումների հանդեպ սոցցանցերում կես միլիարդ հետևորդ ունեցող ռիալիթի շոուի աստղի կասկածները հատկապես հունից հանել են ՆԱՍԱ-ի ղեկավարին։ Շոուի հեռարձակումից ժամեր անց Շոն Դաֆին X-ի սոցիալական հարթակում գրառում է կատարել, ուղղված անմիջականորեն գերաստղին, ընդգծելով, որ հաղթել են նախորդ տիեզերական մրցավազքում եւ կշարունակեն հաղթել։ Այո, Քիմ Քարդաշյան, մենք եղել ենք լուսնի վրա 6 անգամ։ Եվ ավելին, Արտեմիս առաքելությունը նախագահի առաջնությամբ վերադառնում է։ Մենք հաղթել ենք նախորդ տիեզերական մրցավազքում եւ կհաղթենք նաեւ այս մեկում։ Հետաքրքիր է, որ թեև Քարդաշյանի բերած բոլոր ապացույցները գիտական հանրությունը վաղուց հերքել է, սակայն աստղի հետևորդների թիվն ահռելի է։ Բազ Օլդրինի հարցազրույցի տեսանյութի համատեքստը խեղաթյուրված է։ Տիեզերագնացը խոսել է ոչ թե առաքելության կեղծ լինելու, այլ այն մասին, թե ինչպես էին հեռուստաընկերությունները ուղիղ եթերի ժամանակ իրական կադրերին խառնում անիմացիոն գրաֆիկա։ Դրոշը ծածանվում էր, քանի որ դրա վերին եզրին հորիզոնական ձող էր ամրացված, այն բացված պահելու համար։ Հայտնի ոտնահետքը թողնվել է ոչ թե սկաֆանդրի հիմնական կոշիկով, այլ դրա վրայից հագնվող հատուկ պաշտպանիչ ծածկոց կոշիկով, որոնք տիեզերագնացները թողել են լուսնի վրա։ Իսկ աստղերը լուսանկարում տեսանելի չեն, քանի որ լուսնի մակերևույթի պայծառ լուսավորության պատճառով տեսախցիկի կարգավորումները չէին կարող ֆիքսել դրանց թույլ լույսը։ Այսպիսով, չնայած Քարդաշյանի բարձրացրած հերթական աղմուկին եւ բանավեճի հրահրմանը, գիտական փաստերի եւ ֆիզիկական ապացույցների հսկայական զանգվածը, ներառյալ լուսնից բերված ավելի քան 380 կիլոգրամ ապարները միանշանակ հաստատում են մարդու լուսնի վրա բազմակի վայրեջքներ կատարելու պատմական իրողությունը։ Դավիթ Գենջոյան, Reopen Media։ Եվ վերջում եղանակի մասին հիդրոթերապևտաբանության եւ մոնիտորինգի կենտրոնից տեղեկանում ենք, որ Երևանում եւ մարզերում նոյեմբերի 2-ից 6-ը սպասվում է առանց ստեղումների եղանակ, օդի ջերմաստիճանը նոյեմբերի 2-ին կբարձրանա 2-ից 3 աստիճանով։ Մայրաքաղաքում նոյեմբերի 2-ից 3-ը կլինի 6-ից 18, իսկ երեկոյան ժամերին կգրանցվի 7-ից 9 աստիճան տաքություն։ Այս ժամի համար նախատեսել էինք այսքանը, բարի կիրակի բոլորիդ, հաջողություն։